Իդեպ ես երեք դիմել եմ եւ հիմա էլ պաշտոնապես դիմում եմ գիտության եւ կրթության նախարարին հրապարակեք Աննա Հակոբյանի լիցենզիան, որ նա իրավունք ունի կրթական դասընթացներ անցկացնելու։ Եթե չեք հրապարակելու, ես պահանջում եմ, որ վաղը ինձ տրամադրել մատենադարանը եւ ես որպես Աննա Հակոբյանի նման չլիցենզավորված անձ պատրաստվում եմ տիեզերագնացների համար դասընթացներ կազմակերպել։ Կրկնում եմ, դուք պարտավոր եք հրապարակել գիտության եւ կրթության նախարար, թե ինչ լիցենզավորված կարգավիճակ ունի Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը, որ իրավունք ունի բռնի ուժով մարդկանց բերման ենթարկելու դահլիճներ, կրկնում եմ, բռնի ուժով բերման ենթարկելու, սա մի առանձին թրաֆիկինգի հոդված է, որը հետագայում քննվելու է, բայց ամենակարևորը ինչ իրավունք ունի կրթական նվազագույն ցենզով մարդը, ինչպես Լևոն Զուրաբյանը բնորոշեց թերուսը, չունենալով լիցենզավորված որևէ կարգավիճակ կրթական դասընթացներ անցկացնել։ Սա օրենքի կոպտագույն խախտում է եւ ես պահանջում եմ հրապարակել Աննա Հակոբյանի լիցենզիան, եթե ոչ, պահանջում եմ ինչպես Աննա Հակոբյանին ինձ տրամադրել մատենադարանը, ես էլ այնտեղ կասմանավտների համար տրեյնինգներ պիտի անցկացնեմ, որտեղ սա ըստ էության բացարձակապես նույնական իրավիճակ է։ Աննա Հակոբյանը կրթությանը այնքան է մոտ, ինչքան ես կոսմոսին, ինչքան ես տիեզերքին։